ծրագիրը չի կատարվում, մենակ դուք կարաք անվստահություն հայտնել։ Այդ ձեր պարտականությունն է։ Ուզում եք Ալեն Սիմոնյանին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը վատ է աշխատում եւ դուք ամբողջ թիմով վատ եք աշխատում, պետք է հեռանաք։ Էդ եք ուզում։ Այս պահին քննարկումը ոչ թե պարլամենտի հեռանալու հարցը, այլ վարչապետին հեռացնելու հարցը։ Դա շատ դրա, այսինքն մեկ գումարման ընթացքում 5 տարվա ազգային ժողովը կարող է սկզբունքորեն 5 անգամ վարչապետ փոխել։ Իսկ մի տարի կառավարությունը պաշտոնավարում է, մի տարի հետո արդեն ազգային ժողովը կարող նախաձեռնի վարչապետին անվստահություն։ Վարչապետին փոխում են, նոր վարչապետ է նշանակում, որպեսզի իրենց ծրագիրը կատարվի։ ԿՊ-ից ինչ որ ազդակները, Ալենը կլինի, մյուսները, Վաղարշակը կլինի, իրենց ազդակներ ստացել եք, որ այ Նիկոլ Փաշինյանը մի քիչ այդքան լավ չի աշխատում, կարելի է իրեն հեռացնել։ Առայժմ չենք ստացել, որովհետև դեռ նոր պիտի ստանանք։ Հիմա ասենք թե եւ տարիների ընթացքում ստացել եք, որ այդ ինչ ակնկալիք ունեք, որ իրան ԿՊ-ն ինչ որ ձևով կմիանա ձեր։ Այս տարիներին ինչքանով որ մենք հետևում ենք ԿՊ-ի գործունեությունը, իրանք ոնց որ թե հետեւյալ մոտեցում ունեն, որ անկախ դրանից թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ արդյունքներ ա ունենում, ծրագիրը կատարում է թե չի կատարում, լավ է կատարում իր պարտականությունները թե չէ, իրենք իրեն ցուցաբերել են անվերապահ աջակցություն։ Ինչեւ հիմա Պարոն Մայլյան, հա, մոտենա իրան էլ մի քանի հարցուվեն, եթե դուք միտքս ավարտը, այսինքն իրանք այդ են ցույցը, բայց դա հակասահմանադրական մոտեցում է։ Հիմա մենք իրանց հետ պետքա քննարկենք եւ իրանց բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ։ Առանց նոր պահանջների։ Փաշինյանի մեժելու դաշտ եք ուզում բերել։ Վարչապետին անվստահություն հայտնել։ Նիկոլ Փաշինյանը էլի կարա մնա իրանց կուսակցության վարչը։ Մենք իրանց կուսակցության հետ գործ չունենք։ Մենք գործ ունենք պետական պաշտոնյաների հետ, իրանց պարտականությունները կատարող պաշտոնյաների հետ։